ինձ օգնելու փոխարեն անընդհատ խանգարում եք, թողեք ես իմ հարցը կձևակերպեմ, դուք էլ ձեր նիստը վարեք։ Ինձ էլ մի ընդհատեք, իզուր մի ստեղծեք պայման, որ ես շեղվեմ այլ բաներ խոսեմ, այլ բան ասեմ, ժամանակն էլ անարդյունավետ ծախսի։ Հետևաբար ինձ մի խանգարեք։ Ակնհայտ է, որ ես զարմանում եմ, այսինքն ինչու՞մ է վեճը։ Այո, արդար մրցակցությունը բերում է սպառողների իրավունքների պաշտպանություն, որտեղ բխում է հենց սպառողների իրավունքների պաշտպանությունից։ Այստեղ կարծում եմ վեճ չկա։ Մեծ տեսա իրավականից անցնենք ավելի պրակտիկ գործնական։ Պարոն Պապոյան, քանի մարդ է վերաբերում այս օրենքը, այսինքն օրինակ մոտավորապես, եթե պայմանական նայում ենք, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները սպառողներ են։ Պայմանական եթե նայում ենք, գրեթե բոլոր տնտեսվարող սուբյեկտներն էլ ծառայություններ են մատուցում կամ ապրանք են վաճառում, այս կամ այն կերպով սպառողի իրավունքին են առնչվում իրենց գործունեությամբ։ Պարոն Ավետիսյան, կներեք էլի ձեր շահերից ելնելով եմ ասում, որ հետո տենց բան մեզ չընկնեք, հիմա որ դուք խոսում եք, ձեր ձայնը լսվում է, բայց այդ վերջի միկրոֆոնի մոտ նստածը կամերայից դուրս է, ուզում եք մեր գործընկերու հետ տեղերով փոխվեք, որ համել կադրի մեջ երևաք, էլի։ Չէ, լավ, նստեք։ Չեք երևա, պարոն Ավետիսյան։ Ոչինչ, բան չկա, շնորհակալ եմ։ Կարևորը ձայնս լսվի։ Կադրը պայեք պարոն Թունյանի վրա, թող ինքը երևա շատ։ Հիմա պարոն Պապոյան, թվային գանք, որպեսզի ներուժն էլ հասկանանք, որտեվ տեսեք, շատ կարևոր է, որ օրենքում կարգավորումները բարելավեն, բայց էլ ավելի կարևոր է, որ դրանք գետնի վրա կիրառվեն։ Իրավակիրառական պրակտիկան շատ հաճախ ուղղակի աղերս չունի կարգավորումների հետ, թեկուզ լավարկված։ Այս վերջերս էլի քննարկում էինք այդ էներգետիկ խմիչքների հետ կապված խստացում, ես էլի պարբերաբար ամենատարբեր վայրերում արձանագրում եմ, որ այո, իմ պատկերացմամբ վիզուալ անչափահասների վրա դա վաճառվում է։ Այդ մի օրինակով ուզում եմ հիմա թվային, այսինքն այս մեծ հանրության մեջ, օրինակ, որ այս գործառույթը տանում դնում եք տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վրա։ Ես ուզում եմ հասկանամ, մի էական նոր գործառույթ վերահսկողական ավելանում է, մենք էլ մարդկանց մոտ սպասումներ ենք առաջացնում, որ տեսեք ՀԿ սեկտորի հետ, քաղաքացիական հասարակության հետ, այս լավ գործը կանեն եւ դուք սա կշահեք։ Հիմա ես ուզում եմ մի հատ հասկանանք իրականում դետալային, ինչ ներուժ եք ավելացնում, մասնագիտական, օրինակ թվակազմ եք ավելացնում այդտեղ վերահսկող, ինչ նոր վերահսկողական մեթոդներ եք ավելացնում, որ ավելի ծախսարդյունավետ կդարձնի, օրինակ ռիսկերի վրա հիմնված մոտեցում կամ նոր ինչ-որ մոդելներ, եւ վերջապես նաեւ քաղաքացիական հասարակության հետ այդքան խոսում ենք, բայց ես ուզում եմ կառուցակարգային նայեմ հասկանամ, էլի, այդ քաղաքացիական հասարակության հետ ինչ մոդելով եք դուք դա իրականացնելու կամ ոնց եք պատկերացնում, որովհետև ի վերջո ինչ էլ գրեք այս թղթի վրա, այստեղ ինչ էլ քննարկեք, վաղը մարդը մտնելու է խանութ, 10 հատով, բլոկով, 1000 հատով, հատով ապրանք առնելու, պետք է տեսնի, որ ինչ որ բան շահեց կոնկրետ մարդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, թե չէ հակառակ դեպքում այս ամեն ինչը կլինի լավագույն դեպքում ձևական։ Շնորհակալություն, պարոն Ավետիսյան։ Տեսեք, սկսեմ նորից միավորի գնին, միավորի գինը դա Եվրոմիության դիրեկտորի պահանջը։ Պարոն Պապոյան, եկեք բան անենք, մի 5 րոպե ընդմիջում անենք, որտեղ ուղիղ եթեր հետ կապված խնդիր կա, կարգավորեն։ Հիմա պարոն Ավետիսյանի ասածները չի հեռարձակվել։ Ես խոսում եմ ցույց չեմ տալիս, անջատում եմ, պարոն Պապոյան։ Ես որ խոսում եմ, ես խոսքը անջատում եմ։ Չէ, ինչ տարբերություն է։ Բայց մի րոպե էլի, հիմա պարոն Ավետիսյանի ասածները չի հեռարձակվել, ժողովուրդ։ Պարոն Ավետիսյանի ասածները չի հեռարձակվել։ Գնացել է պարոն Ավետիսյան։ Խնդիրը այնա, որ չի երևում, այդ գիտենք, ժողովուրդ։ Շարունակեմ։ Ահա, խնդրեմ։ Շատ լավ։
Շատ լավ։